Բարեկամներ խաղան երեկոն ավելում մոտենում է ավարտին ու արդեն Մադրիդյան դերբի է մեզ սպասվում ավելի շրջանակներում Ռեալը մրցելու է առայժմ անպարտելի Ատլետիկոյի դեմ ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններից սկսենք Ռեալից դարպասը պաշտպանում է Զոյլ Ալիրեզան համար 1 Անուշավան Եղեզարյան համար 5 կամ մրցավարի Սուլիչում մեկտարկած այս անչափ ու կարևոր հետաքրքիր հանդիպումը շարունակեմ ծանոթացնել արքայական ակումբի կազմը Սամվել Մանուկյան համար 6 Էրիկ Կարապետյան համար 8 Էրիկ Մանուկյան համար 10 Գրիգոր Սարոյան համար 11 Արման Հակոբյան համար 17 Էդմոն Չոբանյան համար 19 Արմեն Ապեյան համար 28, Գոր Մանուչյան համար 73 և Արսեն Հովանիսյան համար 77 Ատլետիկո Երևան դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1 Գոր Մարկարյան համար 5 Արման Ավդալյան համար 6 Գագիկ Ակուլյան համար 9 դա թիմի ավակն է Ալեքս Մանուչյան համար 13 Գուրգեն Ռևազյան համար 18 Արտուր Ղանդիլյան համար 20 Ռաֆայել Մկրչյան համար 22 և Ժորա Գևորգյան համար 80 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը իսկապես հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում տեսնենք այս Մադրիդյան դերբի շրջանակներում ինչ կփորձի Ատլետիկոին առաջարկել Ռեալը իսկապես ես հենց այնպես չէ որ նշեցի Ատլետիկոն առայժմ անպարտելի է իսկապես 13 հանդիպում ունի թիմը անցկացած Winter Cup-ի այս մրցաշարում տարել է 12 հաղթանակ 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի արդյունքով ու միասնյակ գլխավորում է մրցաշարային աղյուսակի այս խումբը իսկ Ռեալ Մադրիդը Այս պայն գտնվում է 10-րդ հորիզոնականում վաստակած 19 միավորով 13 հանդիպումից հետո ու 8-րդ հորիզոնականին զիջում է 6 միավոր Միլանին, բայց դեռ 2 հանդիպում ունի անցկացնելու Միլանի նկատմամբ Միլանը 15 հանդիպումից հետո ունի այդքան միավոր Ռևազյանի փորձը այստեղ, բայց եղավ հարվածի ճանապարհին Փակում Սարոյանի կողմից ու Ալիրեզան վերցրեց գնդակը եթե Մադրիդը իհարկե խոսքս Ռեալ Մադրիդի մասին է փորձում է ու դրանում ես չունեմ երկու կարծիք միանշանակ Ռեալը փորձելու է նվաճել play-off յուղագիր արդեն իսկ բոլոր հանդիպումներում միավորների կորուստը կանրադառնա թիմի վրա իհարկե եթե հաշվի առնենք որ այսօրվա մրցակիցն էլ Երևանի Ատլետիկոն է ապա պետք է իսկապես փորձեն Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները որևէ բան առաջարկել այս խաղում մրցակցին ճիշտ է որպես այսպեսին առաջին համարով բնականաբար կփորձի խաղալ այսօր խաղադաշտում Ատլետիկոն ու իր առաջատարի կարգ հապով էլ խաղադաշտում բայց Ռեալը բազմիցս մեզ ապացուցել է որ իհարկե հեշտ մրցակից չէ ոչ մի թիմի համար ու այսօր փորձելու է անել հնարավորինս այսպես ասած առաջատարից միավոր խլելու համար իհարկե Ռեալ Մադրիդի միավորները նույնպես պետք են կրկնում են 6 միավոր ու 2 հանդիպում պակաս է անցկացել Միլանից Ռեալը ճիշտ է Արաքսը գտնվում է Միլանի եւ Մադրիդի մեջտեղում ու նույնպես 25 միավոր ունի 13 հանդիպումից հետո հա պայքարը այսպես ասենք Ռեալ Մադրիդի համար չի ավարտվել, բայց իհարկե ամեն միավորի կորուստից հետո արդեն ավելի բարդ է լինելու թիմի խնդիրը play-off-ում դուրս գալու համար ու կփորձեն իհարկե որևէ բան իսկապես առաջարկել այսօր Ատլետիկոին, իսկ Ատլետիկոն միանշանակ այստեղ է իր կարգը ապացուցելու համար, այստեղ են հերթական 3 միավորի համար ու էլ ավելի փոխվելու երկրորդ հորիզոնականում տեղ զբաղեցած Աջապնյակից ճիշտ է մի քանի թիմի անուն միանգամից կարող եմ նշել դրա մասին ընթացքում, թե թիմերը որ հորիզոնականներում են գտնվում որքան վաստակած միավորներով, բայց իհարկե Ատլետիկոն այս սարաշությունում Winter Cup-ի այս մրցաշարում մեզ ապացուցել է, որ ոչ մի հանդիպման հենց այնպես չի մոտենում, իհարկե բոլոր հանդիպումներում փորձում են տանել առավելագույնը Մարկարյանի փորձը ու բարձր է ստացվում այստեղ Գոր Մարկարյանի կատարած հարված Ատլետիկոն իհարկե շատ շուտվանից էր ապահովել իր տեղը play-off փուլում դրա մասին
կարծում եմ առաջացան մեկ տակից պարզ էր, որ Ատլետիկոն play-off-ում բնականաբար կհայտնվի, բայց մաթեմատիկական հաշվարկներով նշեմ, որ այլևս Ատլետիկոն անկախ բոլոր հանդիպումները ենթադրենք անկախ թե ինչ հաշվով կզիջի մրցակիցներին, հա որպես այդպեսի, եթե նույնիսկ չհաղթի, ես մաթեմատիկական հաշվարկների մասին եմ միայն խոսում, միևնույն է իր տեղը արդեն ապահովել է play-off-ում, իսկ Ռեալը դեռ ոչ, բայց Ատլետիկոն բնականաբար փորձում է ու ինչի շատ մոտ են Միրզոյանի սաները play-off դուրս գալ առաջին հորիզոնականով շատ իսկապես Ատլետիկոն նույնիսկ այսպես ասեմ մեկ հանդիպում սայթակելու իրավունք ունի, քանի որ 4 միավորի տարբերություն ունի երկրորդ հորիզոնականում տեղ զբաղեցած Աջափնյակից Չոբանյանն է հիմա գնդակով Ռեալի փորձը Մանուկյան ու այստեղ Մարկարյանը կարծես այո Դոր Մարկարյանը կանգնեց գնդակի ճանապարհին շատ լավ նստել էր գնդակը Մանուկյանի ոտքին ու եթե հարվածը ընթանա դարպասի ուղությամբ բարդ էր ասել արդյոք կայտնվեր ցանցում թե ոչ հիմա ես իսկ նետիմ Ռեվազյանը Աղարկում եմ Մանուչարյանի հետ գնդակը Ալեքս Մանուչարյան նախորդ տուրում իսկապես Մանուչարյանի խելացնոր Դուգանանից կատարած հարվածը Սելտայի դեմ խաղում ֆանտաստիկ ստացվեց ու Մանուչարյանը դարձավ գոլի հեղինակ կարող եք նրա գոլը դիտել մեր YouTube-յան ալիքի եթերում Սելտան դեմ Ատլետիկո Երևանի հանդիպան ժամանակ տեղի ունեցավ Մանուչյանի խփած գնդակը հստակ չեմ հիշում 3 թե 4-0 դարձեց Մանուչյանը Տուգանային ցարվածով հանդիպան հաշիվը, բայց իհարկե ֆանտաստիկ հարված կատարեց Ալեքս Մանուչյանը, նրա խփած գնդակը այդ խաղում ինձ հիշեցեց աշխարհի առաջություն Տոնի Կրոսի խփած գոլին Շվեդիայի դարպասը եւ Գերմանիան վերջին վայրկյաններին խաղարկում կատարեց այնտեղ Կրոսը Մարկո Ռոյսի հետ ու գրավեց ցանցի, ինչը հնարավորություն տվեց Գերմանիայի ազգային հավաքականի ներողություն մյուս խաղում ախտելու դեպքում շարունակել պայքարը, բայց Գերմանիան հենց մյուս խաղում ձախողվեց կորեացիների դեմ ու չկարողացավ play-off դուրս գալ իհարկե դա որպես օրինակ Ատլետիկոն այդպիսին չէ Մանուչարյան լավներ փոխանցում Ավդալյան ու Ալիրեզյան հասցրեց դուրս գալ դարպասից շարունակվում է Ատլետիկոյի գրող Անդիլյանն էլ հարվածեց Ալիրեզյան նորից հեռացեց Ռեվազյան Ակուլյան նորից Ալիրեզա ինչ է կատարվում ամեն դեպքում Ավդալյանը գրավեց դարպասը 4 փորձից Ատլետիկոյի մոտ ստացվեց այս իրավիճակում ու 1-0 Երևանի Ատլետիկոն առաջացնում հաշվի մեջ Արման Ավդալյան 1-0 7-րդ րոպեին Ատլետիկո Երևանը առաջ է հասնում հաշվում է իսկապես Ալիրեզան փորձեց անառիկ պայել այս իրավիճակում դարպասը 3 փորձից ձեռք պայեց դարպասը բայց արդեն վրա ասած Ավդալյանը ոչ մի հնարավորություն չտալով Ալիրեզային գտավ ցանց ու բացեց այս դիմակայության հաշիվը 1-0 հիմա Ռեալ Մադրիդը ել ավելի ծանր իրավիճակում է հայտնվում Ատլետիկոյի դեմ բաց թողած գնդակից հետո ու արդեն պետք է Մադրիդի Ռեալը փորձի որևէ բան առաջարկել ու մտածել մրցակցին հանդիպման մեկ տարկից միջ այս պահ իսկապես գնդակի բացայտ տիրելու առավելություն ունի Երևանի Ատլետիկոն խաղադաշտում միայն վտանգավոր պաս ստացվեց Չոբանյանի փոխանցումից հետո Մանուկյանի հարվածի փորձի եւ Մարկարյանը փակեց գնդակի ճանապարհը իսկ հիմա արդեն կարող էին հավասարեցնել Ռեալի տղաները հանդիպան հաշիվը բայց եթե չեմ սխալվում Ակուլյանն էր հա կարծես այս իրավիճակում կանգնեց հարվածի ճանապարհին հետո մնաց գնդակը Ակուլյանի մոտ բայց չտպավորվեց այդ պայմանով դիպավ գնդակին իսկ հիմա արդեն խախտում է նշանակում մրցավարը ու Տուգանային հարվածի հնարավորություն է տալիս Ռեալ Մադրիդին բավական վտանգավոր դիրքում տեսնենք այս ստանդարտի փորձը գուցե օգնության գարքայական ակումբին ու տեսնենք այս ստանդարտի փորձը ինչ կտա Ռեալին թիմի լավագույն ռմբարկ ունե գնդակի մոտ Էրիկ Կարապետյան ու տեսնենք կա մրցավարի Սունիչը Կարապետյան գտավ ցանցը 1-1 հաշիվը հավասար է Էրիկ Կարապետյան շատ լավ ստանդարտ իրացում եւ ահա այսպես է տոնում իր խփած գնդակը Կարապետյանը Էրիկ Կարապետյան 1-1 հաշիվը հավասար է կարելի ասել թիմերը ամեն ինչ կսկսեն հիմա 0-ից
ու արդեն 10 րոպեի դրությամբ Կարապետյանը կարողացավ ավասարեցնել հանդիպման հաշիվը 3 րոպե պահանջվեց Մադրիդի Ռեալից խփելու պատասխան գնդակը, բայց հիմա արդեն պետք է մտածել այն տեղատարապ գրոնների մասին, որը կարծում եմ կսպասվի Ռեալի դարպասի ուղղությամբ, Ատլետիկոն երբ հանդիպան հաշիվը ցանկացած խաղումը բացելուց հետո պատասխան գնդակը ընդունում է, ապա աղետալի հակագրոհներ է իրականացնում մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց այստեղ Ակուլյանի փոխանցումը չանցավ ու գուցե այս խաղը բացառություն ստացվի, գուցե Ռեալը իսկապես փորձի մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակից ելնելով այսօր հաջողության հասնել, հնարավորինս կերպ հաջողության, իհարկե, բայց դա դեռ մեզ ցույց կտա հանդիպան մնացած ժամանակահատվածը Մարգարյան դեպի Ռևազյանը լավ խաղարկում Ռևազյանից Ակուլյանի հետ Եվս մեկ փոխանցում դեպի Արման Ավդալյանի ուղղությամբ նկատեց Ղանդիլյանի գրոհի միացումը Ավդալյանը Արտուր Ղանդիլյան գեղեցիկ գործողություն, բայց Մանուկյանն է հիմա փագուն գնդակի ճանապարհը Մկրտչյան մեկ հպումով դեպի առաջ Սարոյանն էլ այստեղ է ու տեսնենք այս հակագրող Ռեալին ինչ կտա Կարապետյանն ընդդեմ Մարգարյանի 1-1-ի դեմ պայքար իհարկե հեշտությամբ չէ շրջանցի Մարգարյանին խոսքս վերաբերում է բոլոր հարցակողներին ու Մարգարյանի իսկական հենարան է Ատլետիկո Երևանի պաշտպանությունում ու մեկը մեկի դեմ պայքարներում գրեթե չի զիջում ոչ մեկ ես այդպիսի դեպք առայժմ ինձ մոտ չի տպավորվել ու տեսնենք գնդակը պայել է Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը դաշտի սահմաններում Կարապետյանը այդ փոխանցում կրունկով բայց այստեղ գնդակը բաժին ասավ Մանուչարյանին գրոհի տեղափոխություն Ղանդիլյանի ուղղությամբ ու նորից Ատլետիկոն կշարժվի առաջ Արտուր Ղանդիլյան Շատ լավ փոխանցում Ավդալյանին, Ավդալյանը արգելակեց երկու անգամ ֆանտաստիկ գործեց Արման Ավդալյանը 2-1 դուբլ Ավդալյանից Ատլետիկոն նորից առաջ է հասնում հաշվի մեջ Դուբլ Ավդալյանից 2-1 Ատլետիկոն նորից առաջ անցավ հաշվի մեջ հիմա էլ Ատլետիկո Երևանից 2 րոպե պահանջվեց նորից առաջ անցնելու ու խփելու Եգոր գնդակը եւ խաղում երրորդը իհարկե Ավդալյանի երկրորդ գնդակները ու Ատլետիկո Երևանի, իսկ ընդհանուր հանդիպման մեջ երրորդ գնդակը խփեց Արման Ավդալյանը ու տեսնենք արդեն 2-1 հաշվի առկայության դեպքում ինչ կառաջարկեն մեծ թիմերը Սարոյան իսկ Ավդալյանի գործողության մասին պարզապես այլևս բառեր չեմ գտնում ասելու շատ լավ երկու անգամ այսպես հնար կիրառեց պաշտպանին շրջանցեց ու գրավեց դարպասը Ալիրեզանը արդեն ոչ մի շանս չունեցավ այստեղ բրկելու իրավիճակը ու տեսնենք Ռևազյանն է գնդակով դեպի Ակուլյանը մեկ հպումով թողեց Ակուլյանն էլ գնդակը Մարգարյանին Մկրտչյան Մանուչարյանի հետ է խաղարկում, իսկապես երբ գնդակը Մանուչարյանի մոտ է հայտնվում, ակամայից հիշում եմ նրա խփած Տուգանայինից հարվածը նախորդ խաղում, դրա մասին անընդհատ կարող ենք խոսել, անընդհատ կարող ենք Մանուչարյանի այդ գնդակը իհարկե եթե նույնիսկ ոչինչ էլ չլինի ասելու կարելի է վերհիշել իսկապես Մանուչարյանի այդ խելացնոր հարվածը, որը նա կատարեց այդ խաղում ու ոչ մի շանս չտվեց դարպասապային Սելտայի ու տեսնենք առայժմ այս խաղում լուր է Մանուչարյանը իհարկե նրանից կարող ենք հարվածներ ակնկալել նա նոմինալ հանդիպան մեկնարկը սկսեց պաշտպանի կարգավիճակով բայց նրան ամենուր կարող ենք տեսնել խաղադաշտում հիմա արդեն եթե չեմ սխալվում Միրզոյանի կատարած փոփոխությունից հետո որը տեղի ունեցավ քիչ առաջ ու Գևորգյանը մտավ Ռևազյանի փոխանակ խաղադաշտ կարծես Մանուչարյանը հայտնվում է մի փոքր ավելի արժևում չասեմ կենտրոնական հարձակման գծում այնտեղ Ավդալյանն է միանշանակ բայց արդեն ավելի արժև իսկ գործի ներողություն Ալեքս Մանուչարյանը հիմա ստանդարտ է վաստակում Երևանի Ատլետիկոն ու հենց Մանուչարյանն է գնդակի մոտ Ղանդիլյանի հետ միասին տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրացնի Ատլետիկոն իհարկե կարծես հարվածի պատրաստվում է Ղանդիլյանը նրա համար ավելի հարմար կլինի ձախ ոտքով հարվածել բայց դա դեռ փաշ չէ կասուլիչը Ղանդիլյանը փորձեց ամեն դեպքում ու
բարձր է ստացվում Ղանդիլյանի կատարած այս հարվածը գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից հարված կլինի Ալիրեզայի պաշտպանած դարպասից Այո դուք տեսնում եւ լսում եք հիմա Միրզոյանի ցուցումները թիմակից թիմի ֆուտբոլիստերին Ատլետիկո Երևանի գլխավոր մարշչի մասին է խոսքը ով ցուցումներ է տալիս իսկ հիմա Մանուկյանը հավասարեցնում է նորից հանդիպան հաշիվը 2-2 Ատլետիկոն նորից գնդակ է բաց թողնում ու թիմերը նորից սկսում են ամեն ինչ 0-ից Մանուկյան 2-2 հաշիվը հավասար է Կարապետյանն էլ գոլի կողքին ավելացրեց գոլային փոխանցում ու հիմա արդեն շատ գոլարար խաղակես ունեցանք հենց մեկնարկում իհարկե դեռ խաղակեսը չի ավարտվել բավական խաղաժամանակ էլ կա ես հանդիպան մեկնարկային րոպեների անցած րոպեների մասին եմ խոսում իսկ Միրզոյանը երբ ցուցումներ էր տալիս կարծես հենց զգուշացնում էր թիմի ֆուտբոլիստերին Մանուկյանի ազատ դիրքում գտնվելու մասին, բայց արդեն ուշացան Ատլետիկոյի ֆուտբոլիստերը ու Մանուկյանն էլ կարողացավ գրավել Գասպարյանի դարպասը Ակուլյանն է գնդակով կա թիկունքից այստեղ Մանուկյանի ճնշումը, բայց մնաց գնդակով Ակուլյանը եթե անցներ առաջի փոխանցում, ապա Ղանդիլյանը արդեն հարվածային դիրքում էր այդ տվելու, բայց այստեղ մի ամուր ուժերով Մադրիդի մի քանի ֆուտբոլիստներ կանգնեցին գնդակի ճանապարհին Գևորգյան, լավ էր մտածել Գևորգյանը, բայց այստեղ չհասավ գնդակին, հիմա պայքար է ընթանում գնդակի համար ու Ատլետիկոն խլում է գնդակը Գևորգյան ձախ եզրում է Բայց գնդակը դաշտի սահմաններում ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Մանուչարյանն է տեղադրել գնդակը նա իրացնելու այս անկյունայինը բարձից փոխանցում են տեսնում դեպի հեռավոր անկյունը Ավդալյանը լավ չի շեցեց այստեղ գնդակը բայց մնաց այն Ատլետիկոյի մոտ Ղանդիլյան դեպի Ակուլյանը Ակուլյան միայնակ վերցեց այս իրավիճակի ենթակայության տակ հարված է նույնիսկ ու Ալիրեզան չֆիքսեց այստեղ գնդակը պաշտպանն էլ եթե չեմ սխալվում Սարոյանն էր այս իրավիճակում հեռացեց գնդակը ես իսկ նետի Ատլետիկոն արդեն փորձում են տեղատարապ գրոններ սկսել Ատլետիկոյի ֆուտբոլիստները ճիշտ է դեռ Այնպես չէ որ 2-2 հաշիվը որևէ բան այս խաղում կնշանակի կամ նշանակում է իհարկե երկու թիմերն էլ բնականաբար մտածելու են իրենք առաջացնելու հաշվի մեջ այս խաղում առայժմ երկու անգամ Ատլետիկոն արել է դա երկու անգամ Ռեալը վերադարձել է խաղ Պարտովի կարգավիճակից ու տեսնենք Մանուչարյան դեպի Ակուլյան այստեղ եթե հուշում լիներ Ակուլյանին ապա կթողներ գնդակը Ղանդիլյանին Մկրտչյան հեռացման փորձ այստեղ Մանուկյանից եղավ անադարձ ու գնդակը վերադարձավ Ռեալի ֆուտբոլիստի մոտ արդեն Մանուչարյանների պայքարն ենք հիմա տեսնում ստացվեց այստեղ փոխանցում բայց Մարկարյանը նորից պաշտպանության կենտրոնում է շարունակում է Ռեալի գրո հիմա ավարտվեց ու գոր Մարկարյանն է գնդակով շարժվում առաջ Շատ լավ խաղարկում եթե ստացվեր հիմա Ադալյանի փոխանցումը կտեսնեինք հերար արվածու հիմա Սարոյանի հարվածը շեղությամբ ստացում այո Մարկարյանը Պատ խաղարկում այդ փորձում կատարել Ավդալյանի հետ շատ լավ սկսեց գրողը խորքից շատ լավ ուղարկեց գնդակը Արման Ավդալյանին ու եթե ստանար նրանից պատասխան փոխանցումը ապա արդեն ոչ մի պաշտպան չէր մնա Ատլետիկոյի պաշտպանի առջև պատկերացնում եք ինչ էր կատարվում Ակուլյան դեպի Ավդալյանը հաշվը նկատ փոխանցում Ավդալյանն էլ փորձեց գնդակը հասցեագրել այստեղ Ղանդիլյանին բայց Հակոբյանն է խլում կատարում ուղարկում գնդակը Մանուչարյանի ուղղությամբ ու գոր Մանուչարյանը շարժվում առաջ այստեղ էլ Մկրտչյանը բարեհաջող է պաշտպանում Գասպարյանն երկար փոխանցում է կատարում դեպի առաջ պրեսինգ է գնացել Ատլետիկո Երևան ու դա տալիս է իր արդյունքը հիմա ես իսկ նետեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները կորցրեց Ռեալը գնդակը Մկրտչյան շարժվում է առաջ ուղարկեց գնդակը Արման Ավդալյանին բայց Ավդալյանի փոխանցումը դեպի Ակուլյան չանցավ Եզրային է խաղարկում Ատլետիկոն Մանուչարյան այստեղ կար այո կար խաղի կանոնների խախտում Մանուչարյանի դեմ պայքարում դա ընդունում է Էրիկ Մանուկյանը իհարկե ու հիմա
Ստանդարտ է նորից նշանակում մրցավարը Ռեալի դարպասի ուղղությամբ ու նորից այն դիրքում, որը մենք տեսանք քիչ առաջ, որտեղից հարվածեց Ղանդիլյանը եւ նորից այս անգամ նա կարծես արդեն միայնակ է գնդակի մոտ։ Սարոպը մնաց թիկունքում ու վերջին 5 րոպեները խաղակեսի հիմա կտեսնենք ստանդարտ ինչպես է իրացնելու Ատլետիկոն կա մրցավարի սուլիչը Ղանդիլյանը մոտենում է գնդակին հարվածում ու այստեղ փակվեց է Ղանդիլյանի հարվածի ճանապարհը Անուշաբան Եղիազարյանի կողմից ամեն դեպքում անկյունային Ատլետիկոն կիրացնի Ավդալյանն է հիմա էլ պատրաստվում իրացնելու անկյունայինը տեսնում ենք փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ ու Կարապետյանն է այստեղ հեռացնում գնդակը նահանջել ու օգնում է պաշտպաններին հիմա Ավդալյանը նորից խլեց Մարկարյան թողեց գնդակը Մանուչարյանին գուցե փորձ տեսնենք Մանուչարյանի ձեռքից ոչ դեպի Գևորգյանը Գևորգյան Մանուչարյան փակվեց ճանապարհը ամեն դեպքում արվածեց Ալեքս Մանուչարյան ու այստեղ էլ է Սարոյանը թե Եղիազարյանն էր ոչ կարծես Սարոյանը փակեց գնդակի ճանապարհը այո Եզից է հիմա նետելու Երևանի Ատլետիկոն Ավդալյան դեպի Ակուլյանը նորից բայց այստեղ արդեն Մանուչարյանը Փակեց գնդակի ճանապարհը, հետո ոչինչ անել չստացվեց արդեն Ռեալի մոտ Ակուլյան հարված ու բարձր է ստացվում Գագիկ Ակուլյանի կատարած հարված, այո, նրա հարվածները միշտ էլ վտանգավոր են ստացվում Ռեալն է խաղարկում գնդակը Մանուչարյան լավ չընդունեց Մարկարյանն է ներողություն դեպի Ակուլյանը Արդեն դեպի Աչեզր Ղանդիլյանի ուղղությամբ Ղանդիլյան ստացվեց այստեղ շրջանցում կատարել ուղարկեց գնդակը Ակուլյանին ու այստեղ չստացվեց Գագիկ Ակուլյանի կատարած հարվածը բայց չի հեռանում գնդակը Ռեալի Տուգանայինից հիմա արդեն հարված կտեսնենք Ռեալի դարպասից Ղանդիլյանի աչքով կատարած փորձը չստացվեց ու հիմա արդեն շարժվում են առաջ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները Մանուչարյան լավ փոխանցում Կարապետյանի ուղղությամբ բայց Մկրտչյան հասցրեց այստեղ կանգնել գնդակի ճանապարհին ու հեռացնել Տուգանայինի մատույցներից գնդակը Ռաֆայել Մկրտչյան ու Ատլետիկոն շարժվում է առաջ Մանուչարյան ուժեղ ստացվեց այստեղ Մանուչարյանի փոխանցումը ու Ղանդիլյանը իհարկե այս գնդակին հասնել պարզապես չէր կարող Ես կնետի Ռեալ Մադրիդը Հակոբյան, այստեղ Ղանդիլյանը տեսեք որտեղ արձագանքեց գնդակին Եզային հետումը կատարելու ճանապարհին Գևորգյան ինչու չարվածեց Գևորգյանը հիմա էլ ռիսկի դիմեց Մկրտչյան ու Կարապետյանն է խլել գնդակը ու շարժվում առաջ բայց հասցրեց Մարկարյանը նահանջել թույլ չտալ առաջ շարժվել Կարապետյանին եւ առաջին դեղի քարտը արդեն այս խաղում ստանում է Դոր Մարկարյան իհարկե գիտակցված հաղթման գնաց արդեն փոխվել է Կարապետյան ու եթե նույնիսկ սա դեղին քարտ է ապա հասկանալի ու կարևոր դեղին քարտ Ատլետիկոյի համար մեղադրել Մարկարյանին այս իրավիճակում ոչ ոք չի կարող նա մտածեց այս խաղթում իրականացնելուց բայց հիմա հասկանանք ինչ է պատահել Մարկարյանին կարծես արագության հետապման ժամանակ արված ստացավ Կարապետյանից իրանք են պոս խաղացել, լավ խաղացել Կարծես փոխարինում է պատրաստում Այգ Միրզոյանը, այո Մարկարյանը ամեն դեպքում հիմա կփոխարինվի ու սանք որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել Մարկարյանի հետ ճիշտ է նա առայժմ չի կարողանում շարունակել հանդիպումը, բայց հուսանք որ երկրորդ կեսում նրանք կտեսնենք խաղադաշտում հիմա դժվարանում են պատասխանել թե ինչ պատահեց Մարկարյանին ամեն դեպքում վարկած այդպիսին է որ կարծես հարված ստացավ Կարապետյանից արմունկով
Բայց իհարկե Կարապետյանը եթե նույնիսկ կատարեց այդպիսի հարված, ապա միտում չէր պարունակում այնի մեջ։ Հիմա ստանդարտ Կարապետյանը մեկ անգամ աչքի է ընկել Տուգանայինից կա մրցավարի Սուլիչը, բայց այս անգամ արդեն գնդակը դիպավ պատ կազմած ֆուտբոլիստերին ու դուրս եկավ դաշտի սամբաններից անկյունային է իրացնելու Ռեալը։ Արսեն Հովանիսյանն է գնդակի մոտ։ Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցեր ու Կարապետյանը ինչպես փորձեց արձագանքել այս փոխանցմանը, բայց փորձը բավական բարձր ստացվեց։ Եվ առաջի խաղակեսն հենց այստեղ ավարտվում է մեզ մոտ կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սերի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Ռեալ Մադրիդ ընդդեմ Ատլետիկո Երևանի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո մարտական ոչ ոքի արդյունք գրանցվեց 2-2։ Տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչ կփորձեն անել, եկեք եւս մեկ անգամ վերիչենք մրցող թիմերի հայտացուցակները։ Մանուշյանն է այստեղ գնդակով դեպի Ակուլյանը Սարոյանը այստեղ լավ արձագանքեց գնդակին Մանուկյան Չանցավ Մանուկյանի այս փոխանցումը նախ հիշեցնեմ այս հանդիպան հաշիվով բացեց Արման Ավդալյանը հետո Կարապետյանը Ռեալից հավասարեցեց հաշիվը Ավդալյանը նորից առաջ մղեց Ակուլյան հիմա 3-2 Ատլետիկոն երրորդ անգամ այս խաղում առաջ է անցնում հաշվի մեջ Գագիկ Ակուլյան 3-2 Ատլետիկոն երրորդ անգամ արդեն այս խաղում առաջ է անցնում հաշվի մեջ ստացավ փոխանցում Մանուչյանից ու գտավ ցանցը եւ իհարկե Ակուլյանը չէ՞ կարող հաշվել արդեն որի օր խաղում է եւ խաղակեսի մեկնարկային րոպեներին գրավում է մրցակիցների դարպասը կարծեց երրորդ հանդիպումն է անընդմեջ տպավորվեց այդպես է Միլանի հետ խաղում Ատլետիկոն երբ անցկացրեց նախորդ տուրում կարծես Սելտայի դարպասը այ դա հստակորեն չեմ հիշում հիմա Ղանդիլյան ու փրկեց այստեղ Ալիրեզան անկյունային կիրասնի Ատլետիկո Երևանը այո Սելտայի դեմ խաղում հստակ չեմ հիշում գրավեց խաղակեսի երկրորդ կեսի մեկնարկում Ակուլյան դարպասը թե ոչ բայց ամեն դեպքում այս խաղում ստացվում է Ակուլյանի մոտ այս խաղում երրորդ անգամ Ատլետիկոն առաջ է անցնում հաշվի մեջ այս խաղում երրորդ անգամ Ռեալը հայտնվում է պարտվողի կարգավիճակում բայց Ակուլյանի այս խաղում խփած գնդակը ոչ պակաս կարևոր է քան նա գրավեց Միլանի դեմ դարպասը հիմա տեսնենք արդեն Ռեալը երրորդ անգամ բաց թողած գնդակին ինչով է փորձելու պատասխանել ես նույնիսկ չհասցրեցի նաև ներկայացնել հա այդպես է ովքեր էին առաջի կեսում դարձել գոլի հեղինակ դա կանեմ հիմա Եվ այսպես Ավդալյանը կարողացավ Ատլետիկոյի կազմում բացել հանդիպան Հաշիվը հիմա այս գրո նորից տեսնենք Գագիկ Ակուլյան գուցե եւս մեկ փորձ տեսնենք դեպի Ղանդիլյաններ կատարում փոխանցում փակվեց գնդակի ճանապարհը հիմա ուղարկեց Մանուչյանին ու փակվեց այստեղ Ալեքս Մանուչյանի կատարած հարվածի ճանապարհը գնդակն դուրս եկավ դաշտի սահմաններից այո Ավդալյանը բացեց հանդիպան հաշիվը Կարապետյանը հավասարեցեց հետո Ավդալյանը շատ գեղեցիկ հնարքով նորից առաջ մղեց Ատլետիկո Երևանին հաշվի մեջ իր վրա վերցնելով ողջ գրոյի պատասխանատվությունը Էրիկ Մանուկյանը երկրորդ անգամ հավասարեցեց հանդիպան հաշիվ ու հիմա էլ արդեն երկրորդ կեսում առաջին գնդակը տեսանք Ակուլյանը դարձավ առաջին գոլի հեղինակը իր առաջին գոլի հեղինակը այս խաղում իր խփած առաջին գնդակներ հիմա շատ գեղեցիկ անցում ենք տեսնում երկու անընդմեջ անգամ Ակուլյանից Ավդալյան ինչու լավ չկա ասեցեց այստեղ գնդակը Արման Ավդալյանը եթե հաջող ընդուներ ապա հարվածը նույնպես կարողանար կատարելու չի բացառվում որ Ատլետիկոն արդեն կրկնապատկել առավելությունը հիմա Ռեալի պատասխան գրով բայց Մկրտչյանն է հասցնում այ հիմա եկեք վերիչենք թիմերի հայտարարությունները Ալիրեզան պաշտպանում Ռեալ Մադրիդի դարպասը համար 1 Անուշավան Եկեղեցարյան համար 5 ներողություն Սավել Մանուկյան համար 6 Էրիկ Կարապետյան համար 8
Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան 11, Արման Հակոբյան 17, Էդմոն Չոբանյան 19, Արմեն Ապեյան 28, Գոր Մանուչյան 73 եւ Արսեն Հովանեսյան համար 77 Ղանդիլյան շեղությամբ ստացվեց Ղանդիլյանի կատարած այս հարվածը։ Ատլետիկո Երևան Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպաս համար 1, Գոր Մարկարյանը համար 5, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, Նաթիմի Ավակն է, Ալեքս Մանուշյան 13, Գուրգեն Ռևազյան 18, Արտուր Ղանդիլյան համար 20, Ռաֆայել Մկրչյան 22 եւ Ժորա Գևորգյան համար 80, թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, գնդակով Ռեալի ֆուտբոլիստներն են։ Ես հիշեցնեմ, որ այս հանդիպումից հետո խաղային երեկոն մեզ մոտ նույնպես ավարտվում է, այսօր ունեցանք 3 հանդիպում, նախ Ատալանտան հաղթեց Mainz-ին 6-3 հաշվով գոլառատ շաբաթվա մետարկ ստացվեց, դիպել է, այո, գնդակը դիպել է Ավդալյանի ձեռքին։ Հետո արդեն Բետիսն ընդդեմ Կադիսի հանդիպումը ու հիմա էլ Ռեալն ընդդեմ Ատլետիկոյի, որտեղ առայժմ 3-2 է հանդիպան հաշիվը, Մանուչարյանն է գնդակով ստացվեց գտնել Մանուկյանին ձախ եզրում ու Մանուկյանն է շարժվում առաջ։ Տեսնում ենք փոխանցում, բայց Գևորգյանը առաջինն էր այստեղ, Ալեքս Մանուչարյանը հասցրեց անցկացնել գնդակ ու ստացավ Ավդալյանից պատասխան, փոխանցումը Մանուչարյան հարված ու փրկում է Ալիրեզան այստեղ Ռեալին, Եղեզարյանն էլ հեռացեց գնդակը, եզիս կնետի Ատլետիկոն։ Մանուչարյան դեպի Ակուլյանը, եւս մեկ փորձ Ակուլյանից, բայց բարձր է ստացվում արդեն Ակուլյանի կատարած այս հարված ու գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Հարված կլինի Ռեալի դարպասից։ Այս ընթացքում փոփոխություն արքայական ակումբի կազմում տեսանք Մանուկյան վստահ անցում կատարեց Մանուկյանը այստեղ ու շարժվում է առաջ աջ դեպի ուղարկեց գնդակը, բայց Մկրչյանը ամեն դեպքում խանգարեց այստեղ Մանուկյանին հարված կատարելու գործում, Ռևազյան հեռու թողեց գնդակը, բայց մնաց գնդակը Ատլետիկոյի մոտ, Մանուչարյան լավ էր մտածել դեպի Ավդալյանը, փոխանցում կարողացավ թողնել այստեղ գնդակը հասա, նույնիսկ փոխանցում կարելի էր համարել, եթե Ավդալյանի մոտ ստացվեր, բայց դանդաղել է արդեն գնդակի ընթացքը ու Ավդալյանը չկարողացավ զարգացնել այս իրավիճակում արագություն Մանուկյան բարձից շատ լավ փոխանցում կատարեց դեպի Աչիեզր եւս մեկ փոխանցում Տուգանայինի Մատուշսեր ու Մկրչյանն է հեռացնում գնդակը երկրորդ տեմպով է գրում Ռեալը Կարապետյան ու հայտնվեց արդեն երկու ֆուտբոլիստի շրջափակման մեջ մնաց գնդակը Ռեալի ֆուտբոլիստերի մոտ Մանուկյան լավ փոխանցում կատարեց Ապելյանի ուղղությամբ Ապելյան կա փոխանցում ու բրավո Մկրչյան այստեղ գնդակը եթե հասեր Չոբանյանին ապա ոչ ոք չէր խանգարել նրան գրավել դարպասը բայց հիմա մրցավարը գալիս է դիտելու Ապելյանի դրվագի կրկնապատկերը կարծում եմ հասկանանք ինչ է պատահել Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ այո տեղի էր ունեցել խաղի կանոնների խախտում Արմեն Ապեյանի դեմ պայքարում ու հիմա տեսնենք Ռեալը երրորդ անգամ հնարավորություն ունի այս խաղում հավասարեցնելու հանդիպան հաշիվ Ռևազյանն էլ ստանում է երրորդ դեղին քարտը այս խաղում եւ տեսնենք ով է պատրաստվում հարվածը կատարելուն Ռեալի կազմում կարծես որ Մանուչարյանն է գնդակի մոտ Ու տեսնենք, եթե ստացվում է Ռեալի մոտ գրավել Գասպարյանի դարպասը, ապա երրորդ անգամ այս խաղում անցնեց Ռեալը կհավասարեցնի հանդիպման հաշիվը, բայց Գասպարյանի դարպասը նույնիսկ 11 մետրանոցից հեշտ չէ գրավել։ Տեսնենք Կասուլիչը հարվածը նույնպես ու Գասպարյանը փրկում է այստեղ Ատլետիկոյին, այո, մնաց անարիք։ Ատլետիկոյի դարպասը չստացվեց հիմա Մանուչարյանի մոտ գտնել ցանց ու հաշիվը մնում է անփոփոխ։ Բրավո Աշոտ Գասպարյան, այո, ֆենոմենալ սեյվ տեսանք Գասպարյանից 11 մետրանոցներ ետ մղելու իսկական վարպետ է, այո չեմ խուսափի այդ բառից ու կասեմ Գասպարյանը բոլոր
11 մեծանոց կատարող ֆուտբոլիստները քաշ գիտակցում են թե ով է իրենց առջև կանգնած դարպասապա ու իհարկե դա արդեն իսկ լարվածություն է առաջացնում հարված կատարողի մոտ Մանուչարյան շատ հեռու թողեց այստեղ գնդակը բայց Ռեալի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց իսկ հիմա կար խաղի կանոնների խախտում Արթեն Գևորգյանի դեմ պայքարում այո խոսքս գնում է Աշոտ Գասպարյանի մասին ու իհարկե Դարպասապով անցած Վինտերքափ մրցաշարի եզրափակիչի հերոսն էր բայց արդեն Վիլյարեալի կազմում ես այդ մասին խոսել եմ Ատլետիկոյի անցկացած նախորդ խաղերի ժամանակ ու հիմա արդեն ստանդարտ է նշանակել մրցավարը փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկոյի կազմում այս ընթացքում Գևորգյանը լքեց խաղադաշտը Մարկայանը վերադարձավ խաղադաշտ այո ամեն ինչ կարգին է Մարկայանի հետ ճիշտ է շատ բարդ հարված ստացավ առաջի խաղակեսում Մարկարյանը Կարապետյանի դեմ պայքարում բայց հիմա արդեն խաղադաշտում է ու այս կարևոր պայն իհարկե միայնակ չի թողի խաղանկերներին Մկրտչյան երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ իհարկե ոչ ոք չկա այստեղ Ալիրեզային է գնդակը ուժեղ հարված առաջ Ալիրեզայից ու հիմա Մարկայանը միջամտնում է այս դրվագին կատարում փոխանցում Ռևազյանին կա Ավդալյան ինչու չփոխանցեց Ռևազյանը բայց մնաց գնդակով հարված էլ տեսանք ու այստեղ Ալիրեզան հասցրեց ոտքերով հեռացնել գնդակը եթե ստացվի Ռևազյանի հարվածը կհասկանա ինչու չկատարեց փոխանցում այստեղ Գուրգեն Ռևազյանը բայց իհարկե խաղանկերը միայնակ էր գտնվում դարպասի մոտ ու Կարծում եմ չնկատեց Ռևազյանը, եթե նկատեր անպայման կկատարեր այդ փոխանցումը, մենք Ռևազյանի գոլային փոխանցումներ կատարելուց շատ քաչ տեղյակ ենք, գրեթե բոլոր խաղերում նա ունենում է իր արդյունավետությունը այդ առումով խաղարկեց Մանուչյանը գնդակը Մարկայանի հետ դեպի Տուգանայինի մատույցներ ու այստեղ Կարապետյանն ներասում գնդակը վերադարձավ այն Ակուլյանի մոտ Ակուլյան հարվածը կա Ճիշտ է ամենաբարդ հարվածը չէր Ակուլյանի այս հարվածը հիմա տեսնենք գրոյի շարունակությունը Կարապետյանը փորձեց հեռացնել չստացվեց մնում է գնդակը Ռեալի Տուգանայինի մատույցներում Ալեքս Մանուչարյան դեպի Ղանդիլյան հարվածի փորձ այստեղ ու բարձր եւ շեղությամբ ստացվեց Արտուր Ղանդիլյանի կատարած հարվածը գնդակն դուրս եկավ դաշտի սահմաններից Հարված կլինի Ալիրեզայի պաշտպանած դարպասից, բայց Սարոյանն է այստեղ խաղարկում գնդակը Չոբանյանի հետ դեպի Մանուչարյանը, Մանուկյան ու այստեղ չստացվեց Մանուկյանի փոխանցումը եզից կնետի Ատլետիկոն Ղանդիլյան դեպի Ակուլյանը Այո, 5 գնդակ տեսել ենք արդեն իսկ այս խաղում, բայց առայժմ ոչ մի թիմի չի հաջողվել խաղադաշտում ունենալ 2 գնդակի առավելություն Ռևազյան գեղեցիկ գործողություն, գեղեցիկ հարվածություն նորից Ալիրեզան է փրկում Ռեալին Ինչ արեց իսկապես Ռևազյանը Ակուլյանի մոտ էլ չստացվեց ընթացքից որսալ գնդակ ու հիմա Մանուչարյան ուղարկում է գնդակը Չոբանյանին արագ հակագրոյի պատասխան Ռեալից դանդաղեց, արդեն Չոբանյանը դանդաղեց ու հասցրեցին վերադասավորվել Երևանի Ատլետիկոյի ֆուտբոլիստները Մանուչարյան դեպի Եղիազարյանը Աչեզր գրոյի անցել հիմա Եգոր Տեպով Ռեալը Կարապետյան բարձր է ստացվում այս փորձը եթե գրավեր այստեղ դարպասը Կարապետյանը կդառնար դուբլի հեղինակ բայց չնստեց գնդակը նրա ոտքին ու բարձր ստացվեց իհարկե հիմա էլ Գասպարյանի ֆանտաստիկ փոխանցումը տեսանք Ռևազյան չի ստացվում նորից Գուրգեն Ռևազյանի մոտ այսօր կարծես նրա օրը չեն նրա հարվածները չեն ստացվում մեղմ ասած 3-4 հնարավորություն ուներ այս խաղում դարպասը գրավելու Ռևազյանը բայց առայժմ Ատլետիկոյի 3 գնդակները խփել են Ակուլյանը մեկ անգամ աչքի ընկել դուբլ է գրանցել Արման Ավդալյանի անվան դիմաց ու միայն այս երկու ֆուտբոլիստերն են առայժմ Ատլետիկոյի կազմում այսօր դարձել գոլի հեղինակ նորից գնդակով Ռեալն է, բայց Մանուչարյանի մոտ ստացվում է խլում կատարելու շատ արագ հակագրոյի պատասխան դեպի Ակուլյանը հեռու թողեց Ակուլյանը այստեղ գնդակը Ալիրեզան էլ դուրս գալով դարպասից վերցրեց ու նետում կատարեց Եղիազարյանի ուղղությամբ Հովանեսյան կա Մանուկյանը կա փոխանցում բայց պետք է այս փոխանցումը բարձից հետևել քանի որ Ռևազյանը արդեն իսկ ճիշտ էր
վերադասավորվել Ակուլյան դեպի Ղանդիլյանը շատ արագ նկատեց խաղակերոջ ու կատարեց փոխանցում նույնն էլ կարող է անել Ղանդիլյանը, բայց այստեղ միայնակ է որոշում դրվագի ելքը վճռելու հարվածի ճանապարհը փակվում է Ղանդիլյանի կատարած եզից կնետի Ատլետիկոն Մարկարյան դեպի Ղանդիլյանը Բարձից փոխանցում Սարոյանն է հեռացնում գնդակը ու այն ստացվեց փոխանցում Կարապետյանի համար դեպի Չոբանյանը մեկը մեկի դեմ պայքար ու Մկրչյանը այստեղ չտրվեց խապկանքին Չոբանյանի եզից կնետի Ռեալը Խաղարկված է եզրային նետումը կա փոխանցում ու Մկրչյանն է հեռացնում գնդակը այստեղ էլ Սարոյանն դեմ Ավդալյանի պայքար մնաց գնդակով Արման Ավդալյանը Այս գնդակը դաշտի սահմաններում ուղարկեց Ղանդիլյանին դեպի Ռևազյանը լավ է գործում Ռևազյանը տեսնենք այս փորձը ինչպես է ստացվում ստացվեց փոխանցում Ակուլյանն ու նորից Ալիրեզյանը ետ պղում գնդակը որի օրտ անգամ այս խաղում Ռեալի դարպասը պահը անառակ է պահում իր դարպասը բայց հաշվին նայելով նրա կատարած սեյվերը առայժմ այդքան մեծ Դերուն նշանակություն չեն ունեցել Ղանդիլյան եւս մեկ հարվածու նորից բարձր է ստացվում իհարկե եթե Ատլետիկոն արդեն կրկնապատկեր կամ եռապատկեր լիներ իր առավելությունը ապա ոչ մի կերպ Ռեալ այս խաղում չէր վերադառնա խաղ չէր մտածի միավորի մասին այսպես ասենք բայց իհարկե Գասպարյանը կատարեց մեկ սեյվ ու շատ կարևոր սեյվ 11 մեծահուս նշակետից եւ դա իհարկե մեծ այսպես ասած զարկ կարող է հանդիսանալ Ատլետիկոյի հերթական 3 միավորի համար 3 միավորի ժամանակ ներողություն եթե իհարկե Ատլետիկոն այսօր հեռանա խաղադաշտից 3 միավորով դրան շատ մոտ են Ատլետիկոյի ֆուտբոլիստները այն առումով որ հաղթում են այս պահին այս րոպեներին խաղադաշտում ու հանդիպան ավարտին մնացել է արդեն իսկ 10 րոպեից քիչ խաղաժամանակ բայց իհարկե մեկ գնդակը դեռ 3 միավոր չէ Այն էլ այսպիսի հարցակողական Ռեալի դեմ խաղում Կարապետյան Ակուլյան իհարկե այստեղ հեշտությամբ Չերզիչի Մարկարյանն էլ հեռացեց գնդակը որքան հնարավոր է հեռում Ալիրեզան կա փոխանցում այստեղ Մանուչյանը պայեց գնդակ ուղարկեց Շոբանյանին Կարապետյան նորից Շոբանյան դեպի Մանուչյանը ու դիպավ գնդակը Մանուչյանի ձեռքին ստանդարտ իրացեց Ատլետիկոն շարժվում է առաջ Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ալեքս Մանուչարյան լավ գործողություն տեսանք Մանուչյանից կա Ակուլյանը կա փոխանցում նրա ուղղությամբ Գագիկ Ակուլյան միայնակ Ակուլյանը ամեն դեպքում հարվածել կատարեց ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն այստեղ Ատլետիկոյի ավակը եւ տեսնենք այս անկյունային Ինչի կվերացի Ատլետիկոն Ղանդիլյանն է գնդակի մոտ հետ փոխանցում դեպի Մանուչարյանը Ալեքս Մանուչյան Մարկարյան գուցե փորձի Մարկարյան այդպես էլ արեց ու քիչ չէր մնում հասներ հաջողության գոր Մարկարյան այո շատ լավ նկատեց հեռավոր ու բաց անկյունը բայց գնդակին մի փոքր չբավականացեց հայտնվելու ցանցում ամեն ինչ ճիշտ է արել Մարկարյան այս իրավիճակում նա հազվադեպ է միանում թիմի գրոնների բայց երբ միանում է ու հարցակման գծում է լինում շատ վտանգավոր ու սպառնալից է լինում հակառակորդների համար Կարապետյան ստացվեց փոխանցումը Ակուլյանն էլ խլեց գնդակը ու տեսնենք ձախից կա տարբերակ բայց Ակուլյանը այստեղ հարվածեց ուշեղությամբ ստացվեց Մանուչյանը միացել էր արդեն գրոին ու կարող է այստեղ Ակուլյանը իհարկե փոխանցում կատարել կարծում եմ չէր նկատել խաղանկերոջ այլապես Փոխանցում կատարելով Մանուչյանին հնարավորություն կտար ավելի նպաստավոր դիրքից արված կատարելու հիմա քիչ էր մնում սխալվեն Ռեալի ֆուտբոլիստները ու դա կարող էր ճակատագրական լիներ բայց չօգտվեց Ատլետիկոն այդ հնարավորությունից Ալեքս Մանուչյան Չանցա փոխանցում Ղանդիլյան գուցե փորձի Ղանդիլյան այդպես էլ արեց Առադարձու 4-2 Ատլետիկոն կրկնապատկում է այս խաղում առաջին անգամ իր առավելությունը
Արտուր Ղանդիլյան 4-2 այո, Ղանդիլյանի հարվածից հետո տեղի ունեցավ անդրադարձ, բայց ամեն դեպքում գնդակը հայտնվեց ցանցում, հիմա նախնական տվյալներով գնդակը կփված գնդակը արձանագրված է Ղանդիլյանի անվան դիմաց, դա ավելի ստույգ իհարկե հանդիպումից հետո պարզ կլինի, բայց կարծում եմ այստեղ ամեն դեպքում գոլը կմնա Ղանդիլյանի անվան դիմաց, քանի որ նրա կատարած հարվածը ընթանում էր դարպասի ուղղությամբ եւ միայն այդ ժամանակ Չոբանյանը փորձեց կանգնել գնդակի ճանապարհին, ճիշտ է նրա ոտքից գնդակը հայտնվեց ցանցում, բայց Ղանդիլյանի հարվածը եթե չլիներ Չոբանյանը ընթանում էր դեպի դարպասը, այդ իսկ պատճառով այդ տրամաբանությամբ կարծում եմ գոլը կմնա Ղանդիլյանի անվան դիմաց Մկրտչյան որքան տարածություն այստեղ հաղթահարեց Մկրտչյանը թողեց գնդակը Ալեքս Մանուչարյանին դեպի Ակուլյանը, Ակուլյան ու հեռու թողեց արդեն Ակուլյանը այստեղ գնդակը Ալիրեզան վերցրեց նետում է կատարում Չոբանյանի ուղղությամբ Մանուկյան իհարկե ռեալը հասկանում է ինչ բարդ մրցակից է իրեն այսօր բաժին հասել ու շատ անելանելի վիճակում է հիմա հայտնվել արքայական ակումբը երկու գնդակ զիջում են ու հանդիպան ավարտին էլ մնացել է մոտավորապես 5-6 րոպե խաղա ժամանակ ամեն դեպքում պետք է փորձի ռեալը բայց խփել այս ատլետիկոին երկու գնդակ այսպիսի ժամանակա քիչ ժամանակահատվածում ու ատլետիկոն էլ առավել եւս պայքարում է 3 միավոր վաստակելու համար ու միանձնյա շարունակելու գլխավոր մրցաշարային աղյուսակը արդեն բարդ է պատկերացնել ինչպես պետք է անի ռեալը հիմա գուցե այս ստանդարտ օգնության գամ Մանուչարյան հարված ու ֆուտբոլիստները պատկազմած իրենց վրա ընդունեցին գնդակը Ղանդիլյանն էլ հասավ ու պահեց գնդակը դաշտի սահմաններում ու վաստակում է այստեղ եզրային նետման հնարավորություն Գևորգյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելուն երկար փոխանցում դեպի Ռևազյանը լավ գործեց Ռևազյանը Մանուչարյան Մարկարյան դեպի Ռևազյանը միացել է հիմա գրոհին Ռևազյանը Ակուլյան չստացվեց գնդակը եկավ Ղանդիլյանի մոտ իսկ Ղանդիլյանի հարվածից հետո նորից Ալիրեզան փրկում է այստեղ ռեալին Եթե հիմա արդեն ատլետիկոն գտներ ցանց ապա կփաստեինք հաղթանակը ճիշտ է եւս 1 րոպե եթե հասցի Ռևազյան 5-2 արդեն կասկածներ չկան իհարկե հերթական 3 միավորը կունենա ատլետիկոն այս խաղում Գուրգեն Ռևազյան գնդակը հայտնվեց դարպասում 5-2 դարձավ հանդիպան հաշիվը Ռևազյանի այս փորձը արդեն իսկ ստացվեց մի քանի անգամ այսօր նրա հարվածները չէին ընթացել այնպես ինչպես հարկ էր այս անգամ արդեն ստացվեց Մարկարյանն էլ գոլային փոխանցում գրանցեց իր անվան դիմաց ու արդեն Ատլետիկոն արժանանում է հերթական 3 միավորին, այո, թե ժամանակի առումով, թե արդեն հաշվից ելնելով իհարկե ռեալը չի հասցնի ոչինչ անել հանդիպան ավարտին մնացել է 3-4 րոպե խաղաժամանակ ու արդեն Ատլետիկոն այս գոլով ապահովում է հերթական 3 միավորը, ճիշտ է 4-2-ի դեպքում նույնպես գրեթե կասկած չկար, բայց ամեն դեպքում ռիսկի գործոն կար, ռեալը մեզ ապացուցել էր այսօր, որ կարողանում է ուժեղագույնների հետ պայքարել, բայց իհարկե կարգը Ատլետիկոյի շատ բարձր է ու Միրզոյանի տղաները կարողացան խփել եւս մեկ գնդակ հիմա Մանուչարյանի մոտ կարող էր եւս մեկ ֆենոմենալ գոլ ներողություն գրանցվել, բայց հարվածը մի փոքր ճեղությամբ ստացվեց Ռեալի դարպասի Ծառոյանը խաղարկում է Մանուկյանի հետ գնդակը դեպի Մանուչարյանը ու արդեն դեպի Աչեզր նորից Մանուչարյան Մարկարյանը հաջող գործեց Ակուլյանը խլեց գնդակը շարժվում է առաջ կա Մանուչարյանը ուղարկեց գնդակը Ալեքս Մանուչարյանին լավն էր Մանուչարյանի մտահաղացումը բայց հարվածը բարձր այստեղ ստացվեց ու գնդակը չհայտնվեց ցանցում Չոբանյան շարժվում է առաջ Չոբանյանը գնդակով դեպի Մանուչարյանը աչից կա Մանուկյանը այդպես էլ վարվեց Մանուչարյանը Էրիկ Մանուկյանը հարված Գասպարյանը գետ պողեց իսկ Հակոբյանի մոտ ստացվեց գտնելու ցանցը
Ատլետիկոն նորից տեսեք մեկ փոխանցում ու արդեն գրոյի անցել։ Ատլետիկո Երևանը Ակուլյան այստեղ չստացվեց Եղիազարյանին շրջանցելը լավ դիտկավորվեց Ամուշավան Եղիազարյանը ու տեսնենք Մանուկյանյան դեպի Մանուկյանը մնաց գնդակով առայժմ Մանուկյանը Ռևազյանն է ճնշում իրականացնում ու ստացվում է Ռևազյանի մոտ թույլ չտալ Մանուկյանին հարվածային դիրքում հայտնվել եւ հանդիպում է հենց այստեղ էլ ավարտվում է խաղային երեկոն իսկապես հետաքրքիր ստացվեց Ատլետիկո Երևանը վաստակեց իր հերթական 3 միավորը հաղթելով Ռեալին 5-2 հաշվով ու շարունակում է միասնյակ գլխավորել մրցաշարային աղյուսակը բարի գիշեր ու ամենայն բարիք